Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Հանուն Հանրապետության կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Մալխասյանը։ Բարև ձեզ, պարոն Մալխասյան, ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերի, չենք թվարկելու բոլոր ուժերին, հարցս այսպիսինն է, ով եւ ինչ է առաջարկում մեզ Հայաստանի ընտրողներին եւ ինչի միջև է այս անգամ 26-ի ընտրություններին իրականում ինչի միջև է մեր ընտրությունը, ինչի միջև ենք ընտրում։ Սա ավելի ճիշտ աշխարհաքաղաքական եւ քաղաքապարական ընտրություն է եւ ես ամենայն ճշգրտությամբ հայտարարեմ, որ վերջին 35 տարիներին ես բոլոր համապետական ընտրություններին մասնակցել եմ, բայց այս ընտրության նման կարևորագույն ընտրություն, որը որոշում է հայ ժողովրդի ապագայի հարցը, պետականության հարցը, ինքնիշխանության հարցը մինչև հիմա չի եղել։ Դրա համար ես շատ մեծ կարևորություն եմ տալիս։ Այս 19 կուսակցությունները իրականում կարելի է բաժանել երկու խմբի։ Ուրեմն մեծ խումբը հիմնականում ռուսական ուղեծրի մեջ է եւ զարմանալիորեն շատերը խնամքով քողարկված հիմնականում ուրեմն եվրոպական ուղղությամբ գնացող ուժերը, որովհետեւ մենք ենք ժամանակին եվրոպական քաղաքակրթության նախահայրերը, հիմա Հայաստանում մարդիկ հասկացել են, որ որպեսի ավելի քաղաքակիրթ աշխարհին մենք ինտեգրվենք, ուրեմն պետք է գնանք մեր ակունքները դեպի, որ մենք տվել ենք մեր արժեքները։ Հիմա հիմնականում այդ ուժերը քաղաքացիական պայմանագիրն է, ուրեմն իմ լավ ընկեր Լևոն Շիրինյանի կուսակցությունն է, Արման Բաբաջանյանի Հանուն Հանրապետության կուսակցությունն է եւ Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունն է, որ այս մի խմբում է եւ մյուս խումբը այն մնացած կան 15 կուսակցություն, այս 15 կուսակցությունները ես կարամ փաստերով հիմնավորեմ, որ ռուսական ուղեծրում են, շատերը քողարկված խնամքով։ Օրինակ, ես չեմ սիրում անուններ մեջտեղ բերեմ, բայց մի քիչ պետք է անկեղծ դինենք, էլի։ Ասենք կա Արման Թաթոյան։ Այս Թաթոյանը ուրեմն ահռելի գումարներ է ծախսում։ Հələ դու տեսեք գովազդներ, որ միլիոններ արժեն։ Ուրեմն փողի առաջ կանգ չի առնում։ Հետաքրքիր է որտեղից դրան այդ փողերը։ Որտեղից է գալիս։ Մի պաշտոնում աշխատավարձն է կուտակել։ Ճապոնացիներն են նվիրում, թե այլ մոլորակայինները։ Ուրեմն հետո մի ուրիշ զավեշտ կաստ է։ Այդ Թաթոյանի կուսակցության մեջ է մտել նաև իմ լավ ընկեր ժամանակին իմ լավ ընկերներից մեկը, ուրեմն Շանթ Հարությունյանը իր տղայի հետ։ Ուրեմն ես որ բանտում մենք միասին ենք պատիժ կրել, ահագին համարյա մի տարի։ Ուրեմն ինձ համար միշտ պատկերացում ա եղել, որ Հայաստանում համար 1 հակառուս մարդ է, դա Շանթ Հարությունյանն է, որտեղ նա քնում վերակենում Մոսկվային է մեղադրում մեր բոլոր ցախողումների մեջ եւ բոլոր ուրեմն գործերում գտնում է որ Չարիկի առածքը Մոսկվան է։ Բայց ինքը այսօր հայտնվել է ռուսական ուղեծրում։ Եվ իզուր չի ասված որ, ասենք օպերատիվ աշխատողները, երբ որ իրենց գործակալներին ուղարկում են հանցագործների մեջ, հրահանգավորում են, որ միշտ մեզ հայոյեք։ Ուրեմն եւ մյուս ուժերի մեջ էլ ազգային ժողովրդական բևեռի մեջ էլ մարդիկ կան, որ ամբողջ օրը Մոսկվային են հայոյում։ Բայց վճռական պահին մեկ էլ հայտնվում են այդ ուղեծրի մեջ։ Հիմա այս բոլոր բաները, այս խարդավանքները պետք է մեր ժողովուրդը խորապես ուսումնասիրի։ Ոչ թե 7 անգամ, այլ 17 անգամ պետք է չափի, ձևի նոր կդրի, որպեսզի թույլ չտա ուրեմն իրեն մանիպուլյացիայի ենթարկողների կան իշխանության ու կրկին անգամ իրեն խափեն ու մոլորեցնեն։ Հիմնականում կռիվը գնում է ամբողջ աշխարհում մեկ է այս պայքարը գնում, դեմոկրատական ուժերը ուրեմն պայքարում են, կռվում են բռնատիրական ուժերի դեմ։ Բռնատիրական ուժերի համար 1 նմուշը աշխարհում դա Ռուսաստանն է։ Բոլորը գիտեն այդ մասին եւ
ուրեմն Ռուսաստանը կոռուպցիայի երկիր է, ուրեմն գողերի ու կաշառակերների երկիր է։ Հիմա բոլորը աշխարհի բոլոր առաջադեմ ժողովուրդները ուզում են ազատագրվել Ռուսաստանից։ Ռուսաստանը մեզ հիմա ամենագլխավորը մեղադրում է նրանում, որ մենք ուզում ենք մերձենանք իրեն խորապես թշնամի համարվող պետությունների միությանը, այսինքն Եվրոմիությանը։ Այնինչ մենք ինքնիշխան երկիր ենք, մենք իրավունք ունենք իդեպ ասեմ, վերջի 7-8 տարիներին, որ մի քիչ մենք ինքնուրույն որոշումներ կայացրինք եւ մեր դիվանագիտությունը մեր հաշվարկներով կառուցվեց, մենք մեծ ահագին շատ լուրջ հաջողությունների ենք արձանագրել։ Հիմա վերցրեք, չեմ ուզում հատատ թվարկել, ժամանակը ծախսել, բայց այսօր որ ուրեմն աշխարհի 50 պետության ղեկավարներ եկել են Երևան, այդ թվում 19 պետության ղեկավար ոչ եվրոպական միությունից, դա խոսում է այն մասին, որ մենք դիվանագիտական եւ եկեք կանգնել են Հայաստանի մեջքին ու հայտարարում են, հիմա փաստաթղթեր կստորագրել, որ մենք Հայաստանի ռազմավարական ընկերն ենք եւ Հայաստանի հետ գործ ունեցողը պետք է գործ ունենա Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Եվրոմիության հետ, Ամերիկայի հետ եւ հենց մեր այսօր որ մենք խաղաղության մեջ ենք, որ այսօր մենք կարողանում ենք քնել վերկենալ ու մեր զինվորը չի զոհվում սահմանին, իրար կողքի քայլում են զինվորները Ադրբեջանի ու Հայաստանի, ուրեմն ավտոմատները լիցքավորված չեն 12.5 սահմանազատված։ Այո, եւ սա խոսում է այն մասին, որ ճիշտ դիվանագիտությունն ենք տարել, որ ոչ լիարժեք, բայց ուղղությունը որ գնում ենք ճիշտ է։ Հիմա այս Հունգարիան ռուսներից ազատագրելուց հետո, ուրեմն գաղափարական եւ աշխարհաքաղաքական հակամարտության հարտակը տեղափոխվեց Երևան։ Տեղափոխվել է Երևան, այս երկու ուժերի պայքարն է գնում։ Հիմա ինչ են ուզում այս ուժերը։ Ռուսաստանն ինչ է ուզում մեզանից։ Ռուսաստանի նպատակ, իր նպատակն է, որ լինենք մենք թույլ քայքայված Հայաստան, որտեղ թույլ քայքայված Հայաստանին հեշտ է ղեկավարել։ Եվ պատահական չէ, որ ինքը գործի է հանել իր ողջ գործակալական արսենալը, նույնիսկ այն մարդկանց է գործի ուրեմն հանել ասպարեզ, որոնք որ ծայրահեղ բան էին, քողարկված էին, եւ օլիգարխիա, քրյա օլիգարխիային է հանել ասպարեզ, որպեսի բանը Հայաստանը չթողնի, որ անցնի եվրոպական միության շարքերը։ Եվ ուրեմն քրյա օլիգարխիան ինչ է ուզում մեզանից։ Քրյա օլիգարխիան, այս նույն Ծառուկյանը, Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ մարդ, որևէ ուրեմն խելք ունեցող մարդ թող չպատկերացնի, որ քրյա օլիգարխիան ուզում է որ ժողովուրդը բարեկեցիկ ու շատ հարուստ ապրի։ Ընդհակառակ քրյա օլիգարխիայի ցանկացած երկրում գլխավոր նպատակն է, որ ժողովուրդը լինի ծայրահեղ աղքատ եւ ծայրահեղ ճնշված, որտեղ այդ կարգի ժողովուրդը բանը դեգրադացվում է եւ լյումպենացվում, իսկ այդ կարգի լյումպենացված ժողովրդին հեշտ է միշտ խապել, ճնշել եւ իզուր չի ասված են առագը, այդ ուզում եմ մեջ բերել, ասում է իզնից քեզ խրատ, տես չմոռանաս, կհեծնեն վրատ, թե շատ կռանաս։ Հիմա եթե մենք կռանանք, վերջացնում եմ միտքը, պետք է ռուսները այդ քրյա օլիգարխիայի միջոցով հեծնեն մեր վրա, մեզ որպես ավանագների ու նորից հին են մեթոդները, որ մանկապարտեզը ծախում, կազինո են սարքում, դպրոցները ծախում, պոռնոգատուն են սարքում, ուրեմն երեխան բանի որփանոցի երեխաները Իտալիային ծախեցին, փողեր աշխատան համանգավ բերանները սկսեցին նորածիններին ծախեցին, համահայկական հիմնադրամի փողերը տարան կազինո խաղադրույք կատարեցին, ուրեմն ինչեր ասես սրանք մանկապարտությունից սկսած մինչև հայրենավաճառություն թույլ են տվել։ Հիմա եթե այդ նույնը ուզում ես որ կրկնվի, այս օլիգարխիա կոչված, այս
հայրենատավ, առանձնապես ծանր հանցագործության մեջ թաղվածներին բերեք իշխանության։ Պարոն Մալխասյան, հասկանալի է, ես շատ լավ հասկանում եմ ինչ են ուզում Մոսկվայում մեզանից, հա, ռուսական իշխանությունը։ Ես շատ լավ հասկանում եմ քրեա օլիգարխները ինչ են ուզում մեզանից, նախկինները ինչ են ուզում մեզանից, այդ բոլորը հասկանում եմ։ Բայց տեսեք, ես չեմ հասկանում ինչ է ուզում մեր ժողովրդի մի ստվազանգվածը։ Օրինակ բերեմ ձեզ, Ռուսաստանից եկածները, ըստ տասնյակ հազարավոր ռուսներ են, չէ՞, ապակում։ Ռելոկանտ են ասում իրենց, ես այդպես չեմ կարծում, իրենք միգրանտ են։ Հիմա այս միգրանտները բոլոր տեղերում, հա, ինչ որ վիդեոներ են նկարում, գրառումներ են անում, ասում են Հայաստանից հիացած են։ Նրանք ասում են ինչքան լավ երկիր է Հայաստանը, ինչքան լավ ղեկավարություն ունի Հայաստանը, որ Հայաստանը ժողովրդավար է եւ նրանք չեն սիրում Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը նրանք չեն սիրում։ Լավ, ինչով է բացատրվում, որ մեր երկրում կան հայեր, որոնք ավելի ռուս են, քան այդ ռուսները, որոնք գալիս են այստեղ, փախչում են Ռուսաստանից, Պուտինից փախչում են։ Ինչի են նրանք ավելի ռուս, քան ռուսը։ Ինչի են նրանք սիրում Պուտինին, ինչի են նրանք սիրում այդ Ռուսաստանը։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ես ասում եմ, ինչ որ դուք ասում եք, լրիվ հասկանալի է, ընդունում եմ։ Այս մի բանը ես չեմ հասկանում։ Ուրեմն Հայաստանի համար մեկ թշնամին տգիտությունն է։ Հիմա պետք է մենք ցավով արձանագրենք, որ մեր ժողովրդի մի զգալի մասը խարխապում է տգիտության մեջ եւ կորցրել է հայրենազգացողությունը։ Ազգանունը հայ է, բայց ինքը հայ չէ։ Ես միշտ այս բանը օրինակը բերել եմ, որ այս Արցախյան շարժման ընթացքում մենք ընդամենը մի ձեռքբերում ենք ունեցել։ Երկիրը ազատագրել ենք թուրքերից, բայց թերկատիպ հայերից առ այսօր չեն կարողանում ազատագրվել։ Դրանք ավելի վտանգավոր են, քան թշնամիները։ Դրանք հարվածը հասցնում են ներսից։ Աննկատ քողարկված փակ թշնամիներ են դրանք։ Հիմա ես միշտ ասել եմ, որ ցանկացած մարդ, որպեսզի այս պետությունը կայանա, պետք է իր անձնական շահը տեսնի հավաքական շահի մեջ։ Այսինքն երկիրը ուժեղանա, ամրանա, ճիշտ թունով գնա, մենք էլ այդ ուրեմն պետության մեջ զարգանանք եւ ավելի բարեկեցիկ դառնանք։ Բայց ոչ, ռուսահայերը այնտեղ գնացել են, փող են աշխատել, շփվել են ռուսների հետ, սովորել են ռուսաց լեզուն, համարյա ուրեմն ուզում են համառորեն ռուս դառնալ։ Ռաֆայել Պատկանյանը դրանց ասում էր, ուրեմն անպիտան հայեր, որոնք մոլախոտ են։ Մոլախոտի հետ չի կարելի կռիվ տալ։ Բայց հիմա այդ մոլախոտը ուրեմն ելելա ոտքի, ուզում է հայկական պետականությունը կործանի։ Ուրեմն որտեւ իր շահը ազնական շահը Ռուսաստանում է։ Հանուն փողի ուզում է Հայաստանի պետականությունը կործանի եւ մեզ սարքի Ռուսաստանի վասալ։ Ոնց որ ռուսները, տես ռուսները բաժանվան երկու մասի, չէ։ Ռուսը դուրս եկավ համարյա ռուսի դեմ։ Հիմա Ուկրաինայի ճակատում պաշտպանության նախարարը եւ շատ մարդիկ ռուս են։ Պաստորեն համարյա ռուսները կռվում են ռուսների դեմ։ Ռուսները նույն բանը կիրառում են մեր մոտ։ Հայերին կռվածնում են հայերի դեմ։ Հիմա այդ մարդիկ շատերը ազգանունը փոխել են։ Լավրովը օրինակ Կալանտարյանն էր, թող գնա, թող ռուս դառնան, մենակ մեր ներքին թշնամի չդառնան։ Ոնց որ Թուրքիայում միլիոնավոր հայեր թուրք դառան, իրաց մուրը, իրաց գլուխը։ Հիմա մեզ ավելի շատ զտարյուն հայեր են պետք, զտարյուն, որը իր էյությամբ, բջիջներով, գեներով կապված այս երկրի հետ, իր շուրջն ու զորությունը առնում է այս երկրից եւ իր ուժն ու զորությունը տալիս է այդ երկրին, որտեղ մեր նախնիների, մեր գրկող բազուկներն ու սիրող սրտերը այս երկրի վրա հող են դարել։ Ամեն մի թիզ հող մեր համար սրբություն է։ Իսկ դրանք կորցրել են այդ զգացողությունը։ Պարոն Մալխասյան, ստեղից հարց է առաջանում, տեսեք, ուզում են թող ռուս դառնան, ուզում են թող այնտեղ փող աշխատեն, թող ապարեն, խնդիր չի, ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն մեկը ինքն է որոշում։ Ինչ ուրիշ բան է ուզում։ Ինչի է այդպիսի մարդիկ, ովքեր սիրում են Ռուսաստանը, սիրում են Պուտինին, սիրում են ամեն ինչը ռուսականը, ուզում են խոսել ռուսերեն, թող Ռուսաստանում ապրեն։ Ինչի են ուզում այստեղ իշխանություն փոխել։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ինչի են ուզում այստեղ իշխանություն փոխեն, որպեսզի մենք նորից դառնանք այն մեր հին կարգավիճակի, շատերը անվանում են ֆորպոստ, ես համամիջ չեմ, մենք ֆորպոստ երբեք չենք եղել։ Մենք ոտնատակ ինչ որ տարածք ենք եղել ռուսների համար, ինչպես իրենք ասում են, պարախադնոյ դվոր, հա, իրենք այդպես են ասում։ Հիմա հարցս հետևելն է,
չեք սիրում Հայաստանը, չեք սիրում հայերենը, չեք սիրում այս անկախությունը, չեք սիրում ժողովրդավարությունը, ճանապարհը բաց է։ Ինչի եք ուզում մեզ սարքել ստրուկ։ Այս է հարցը։ Ամբողջ գաղտնիքը նրա մեջ է, որ նրանք իրականության մեջ չեն էլ ուզում։ Այդ ինչ որ անում են, իրանք այնց շատ մեծ բուրըն ցանկությամբ չեն անում։ Իրանք Ռուսաստանում հայտնվելով դարձել են այդ երկրի, այդ բռնատիրական երկրի, ուրեմն գերին նաև լրտեսը։ Հիմա Սամվել Կարապետյանը դու կարծում ես իրականության մեջ կուզենար գար Հայաստան։ Սամվել Կարապետյանը 11 թվի ես լավ հիշում եմ հարցազրույց տվեց։ Ուրեմն հարցազրույցներից մեկում նա բարը կա ինտերնետում կարող եք բացել նայել, ասեց որ ես հարց տվին դու քաղաքականությամբ տարապես չեք ուզում զբաղվել, ասեց այդ մասին մոռացեք, երբեք ես գործարար եմ, ինչ գործ ունեմ քաղաքականության հետ, բայց պարզվում է որ զբաղվում է եւ զբաղվում է ոչ իր կամքով, իր տերը ինքը ստրուգ է, միլիոն անգամ ասել եմ, գերի ինգած ստրուգ է, իր տերը հրահանգ է իջեցրել, իր առաջ խնդիր է դրել, ասել է խնդիրը լուծի, այդ հարստությունը կուտակել ես մեր երկրում եւ հավաքի քո ենթագա նազիր վեզիրներին, այդ քո պլեններին, ուրեմն պարզվում է Սամվել Կարապետյանը ստրուգ է, բայց ինքն էլ ունի ստրուգներ, հայ ստրուգներ, այդ հայ ստրուգներին կանչել է, ուրեմն համ շահագրգերել կաշառք է տվել, համ էլ սպառնացել է, որ եթե չգնաք, այս խնդիրը դուք չլուծեք, շեֆը իմ խնդիրը կլուծի, ուրեմն հանուն ինձ, հանուն ձեր անձնական շահի, պետք է գնաք դավաճանեք ձեր հայրենիքին, ձեր ժողովրդին եւ պետք է դուրս գաք ձեր պետության դեմ։ Այսպիսի բաներ մենք շատ ենք ունեցել պատմության տարբեր փուլերում։ Դավաճանը, որ ներսից եկել է, ամրոցը գրավել է։ Նույնիսկ կաթողիկոս ենք ունեցել, որ դավաճանել է եւ բանալիները հանձնել է բյուզանդացիներին, հետո սելջուկներին։ Այդ բանը կրկնվում է, պատմությունը նորից կրկնվում է։ Սրանք հայ ազգի թափտպուկներն են։ Թափտպուկներն են, բայց խորապես իրանք պետք է իրանց հիաստապեցնեն, իրանք ձախողված են, որտեղ հայ ժողովուրդը խելքի է եկել։ Այս մանրամասները հասկացել է, որ հերիք է, որտեղ գիտես ինչ, եթե մեկը քեզ դավաճանում է մի անգամ, ինքն է մեղավոր, եթե դավաճանում է երկրորդ անգամ, արդեն դու ես մեղավոր։ Հիմա այն ազգերն ու ժողովուրդները, որոնք իրենց ուրեմն նախորդ իրենց եւ ուրիշների սխալներից դասեր չեն քաղում խորապես, հետևություններ չեն անում, ուրեմն եւ նորից ուզում են խաղադրույք կատարել նրա վրա, որը իրանց ոչ թե մի անգամ, այլ 1000 անգամ դավաճանել ու խաբել է, այդ ձևի ժողովուրդները դատապարտված են կործանման։ Շատ դեպքեր ա եղել այդ ճանապարհը ընտրած ժողովուրդները, որ դավաճանի վրա նորից հաշվարկ են կատարել, գնացել են անխուսափելի կործանման, որտեղ Պուտինի նպատակը չի Հայաստանը հզորացնի, Պուտինի նպատակը է տարածքն է, որ այստեղ սարքի զինվորական պոլիգոն, իսկ ժողովուրդը, ինքը ժողովրդին չի ուզում վերացնի, բայց ասում է դուք պետք է մեզ սպասարկեք, մեր զինվորներին սպասարկող են պետք, չէ, որ գան լցվեն այստեղ։ Մի մասը պորնոգությամբ թող զբաղվեն զինվորների համար, մյուս մասը շինարարներ, մյուս մասը զինվորներ, որ ռուսը միշտ պետք է այստեղ կռիվ հրահարի, պատերազմի օջախներ հրահարի, որտեղ առանց այդ օջախների իրանք չեն կարող գոյատևեն, չնայած արդեն իսկ չեն գոյատևում, այսօր արդեն երեք իմացա, որ ուկրաինական դրոնները մոտենում են Կրեմլին, Պուտինը սարսափի մեջ է, եւ դրա համար մայիսի 9-ի այդ տոնակատարությունը չեղարկել է եւ Ռուսաստանը, որ նավթից հզորանում է, նավթի մեջ պիտի խեղդվի, ռուսական չարիքի նավը ժամ առ ժամ խորտակվում է եւ այդ ապուշ հայ ազգանունով այդ հիմարները մեզ առաջարկում են, որ մենք գնանք այդ խորտակվող նավի փեշերից կախվենք, մենք էլ խորտակվենք։ Այ մարդ, Ռուսաստանը պարզից էլ պարզը ապագա չունի, աշխարհին հանել է իր դեմ, բոլորին թշնամացրել է իրեն հետ, ովքեր որ Ռուսաստանից ազատագրվում են, նշում են, որ փրկվեցինք մենք վերջապես հրեշից։ Հիմա դու տանում ես այդ հրեշի նավի վրա, որ մենք էլ խորտակվենք, քալիցի, հայ ժողովուրդը չի գալիս։ Դուք ուզում եք, գնացեք նավի վրա խորտակվեք։
Պարոն Մալխասյան, վաղը Հանուն Հանրապետության կուսակցությունը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, տեղի կունենա երեկոյան կուսակցության ծրագրի շնորհանդեսը, արդեն ամեն ինչ ներկայացվել է, ես հիմա մանրամասներ ձեզանից չեմ խնդրելու, բայց այնուամենայնիվ ձեր ընդհանուր տեսլականը Հայաստանը ինչպես պետք է գնա առաջ, ինչպես պետք է զարգանա, ինչ պիտի անենք, որպեսզի այս ճահճից, այս ճահճացված վիճակից, որից կարծես թե շատ դանդաղ, բայց դուրս են գալիս, դուրս գանք շատ ավելի արագ եւ ամեն մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր վրա զգա այդ ամենը։ Ասեմ ձեզ, հիմա Հայաստանը պետք է վերջնականապես հասկանա ու ընդունի մի բան, որ Ռուսաստանի պետական շահը մազաչափ անգամ չի համընկնում մեր պետական շահի հետ։ Ընդհակառակ Ռուսաստանի պետական շահը ամեն ինչով համընկնում է, ուրեմն թուրք-թաթարական շահի հետ։ Հիմա, եթե Ռուսաստանի շահը մեր հետ չի համընկնում, խնդիր է դա, չէ՞, լուրջ խնդիր է։ Այդ խնդիրը պետք է լուծում ստանա։ Խնդիրների խնդիրն է, Խնդիրների խնդիրն է։ Պետք է լուծում ստանա, պետք է ընդունենք, որ խնդիր կա, եւ այդ խնդիրը պետք է փորձենք լուծել։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ խնդրի հիմքը դրեց, հասկացրեց Պուտինին, այդ միջազգային հանցագործին, որը ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ճանաչված է որպես պատերազմի հանցագործ եւ հետախուզման մեջ է Հռոմի ստատուտի երկրների կողմից։ Հիմա այդ չարագործին, այդ մարդասպանի առաջ խնդիր պետք է դնենք, որ մենք պետք է պարզենք մեր խնդիրները։ Թշնամի ենք, մենք չենք ուզում թշնամի դառնանք։ Մենք ռուսների հետ չենք ուզում թշնամի։ Մենք ընդհանրապես ես այս իշխանություններին ուրեմն գովաբանում եմ, որ իրանք խնդիր են դրել բոլոր հարևանների հետ հաշտվել, թշնամի պետություն չունենալ։ Միայն այդ դեպքում կարաս դու զարգանաս, առաջ գնաս խաղաղության պայմաններում։ Աստծո փառք, այս 2 տարիա խաղաղություն է։ Հիմա որոշ մարդիկ դա ուրեմն շահարկում են, մանիպուլացնում են տարբեր ձևերով են ասում, բայց խաղաղություն է։ Սահմաններում մարդ չի զոհվում։ Ուրեմն խաղաղության խնդիրը պետք է լուծվի եւ սա Ռուսաստանի խնդիրը պետք է լուծվի։ Եթե Ռուսաստանի հետ մենք ուրեմն այլևս մեր շահերը ոչ մի առումով չի համընկնում, բացի տնտեսական հարաբերություններից, արևտուրը անենք, այդ արևտուրը իրանց էլ է օգուտ։ Իրանց ավելի շատ օգուտ է, քան թե մեզ։ Որտեվ հիմի շատ երկրների հետ ինքը չի կարողել գազ ծախի, ուրիշ ապրանքներ ծախի, եթե այդ փագի այդ ճանապարհները ինքը ավելի շատ վնասներ կանի, քան թե մենք։ Ուրեմն այդ խնդիրը, գլխավոր խնդիրը պետք է լուծենք։ Եթե ուրեմն մեր շահերը ընդհանրապես չի համընկնում, ուրեմն ռազմաբազան պետք է դուրս գա։ Հապկից մենք պետք է հեռանանք, որովհետև հապկը մեր սահմանները չի ճանաչում։ Հապկը իրականության մեջ ուրեմն թուրքական պետությունների կազմակերպությունն է։ Այնտեղ մեծ մասը այդ թուրքական պետությունների բանկա, չէ՞, միություն։ Դրա անդամ են։ Հիմա այդ ոնց որ գիտես ինչ, ոնց որ գառը գայլին որոշել է իրան անվտանգության երաշխավոր։ Նույնը դա է։ Այդ շատ խտիր հացեր կա, որ պետք է կենտրոնանան գերակա պետության գերակա ուղղությունը, պետք է լինի կրթությունը եւ գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Որտեղ մենք արդեն ուրիշ ժամանակներ ենք ապրում, որ ազգերը որ տեխնոլոգիաներով առաջընթաց չեն արձանագրում, նրանք հետ են ընկնում ընթացքից, զարգացման ընթացքից։ Ու շատ ես հատկապես շատ ուզում եմ կենտրոնալ կրթության վրա, որտեղ կայացման, զարգացման հիմքը, խորհուրդը կրթությունն է, կրթությունն ու գիտությունն է։ Եթե դա չունեցանք, այսօրվա դրությամբ մեր կրթության, գիտության համակարգը շատ թույլ տեղեր ունի։ Մտնում ես դպրոցներ տեսել եմ իմ աչքով, այդ բարձր դասարանցիները թեզբեխը ձեռը քաշում է, սիգարետը դրած բերանին 13 տարեկան տղան։ Այսինքն մեր դպրոցից սկսած մեր երեխեքը ոչ բոլորը իհարկե, երեխեքի մի մասը փչացած է արդեն։ Ուրեմն իրար մեջ ուրեմն տարբեր ուրեմն այն ռուսերեն բարկա ռազմիրատներ, կռիվներ, տնագահարում են իրար, չեք տեսել ինչ բաներ է կատարվում։ Այդ խրտին բաները բարկերը պետքա վերացնենք դպրոցից։ Գերմանիան այտենց հզորացավ։ Գերմանիան պատերազմից հետո իր պետության գերակա ուղղությունը եւ ամենաբարձր աշխատավարձը տվեց ուսուցիչներին, որովհետեւ ուսուցիչն է արտադրում մասնագետներ։ Հիմա Հայաստանում ինչ վիճակ է։ Դադախազը ուրեմն մոտավորապես 15 անգամ ավելի շատ թոշակաստանում, քան ուսուցիչը։ Սա անարտար վիճակ է։ Այս դադախազը ինչ օգուտ է տվել երկրին,
ուրեմն դատախազին ով է սիրում, ընդհանրակը ոչ ոք չի սիրում այդ դատախազին, դատախազ նույնացվում է, ուրեմն կաշառատի սրիկը, բայց այս սրիկան ինչու պետք է 15 անգամ ավելի շատ ուրեմն թոշակ ու աշխատավարձ ստանա, քան ուսուցիչը, այս անհավասար վիճակները պետք է ուրեմն լուծվի, երբ որ լուծվեց այդ վիճակները, այդ գլխավոր հարցերը լուծեցինք, եւ կարող է գլխավորը մենք ինքնիշխան դառնանք ավելի եւ ինքնուրույն ուրեմն մեր քայլերը տարանք առաջ մեր պատասխանատվությամբ այդ ժամանակ Հայաստանը ուրեմն կրկնադի կամ տասնապատիկ ավելի կհզորանա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ Հանուն Հանրապետության կուսակցության ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Վարդան Մալխասյանը, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ է մանրամասները, կհանդիպենք։